Ողջույն սիրելի հեռուստադիտող, հուսով եմ լավ եք ու մեծ հետաքրքրությամբ հետևում եք մեր նախագծին։ Մի վարքյան, հեսին ձայներ են, դե իհարկե, մեր նոր մասնակիցները պատրաստվում են բեմ դուրս գալ։ Ես մի փոքր շեղվեցի, առաջարկում եմ անցնել և տեսնել, թե ինչ էր կատարվում շանթում, ինչ մասնակիցների ելույթներն ու վերադառնալ։ ACVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում ACVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը և ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ ACVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը և ընկերներին։ Գիտեք այս նախագծի ամենահետաքրքիր կողմից մեկը որն է։ Դե իհարկե նոր և տաղանդավոր մասնակիցներ բացահայտելուց բացի, տեսնելուց գեղեցիկ և յուրօրինակ համարներ, բացահայտել նոր մասնագիտություններ, կամ յուրօրինակ հմտություններ, կամ ինչու ոչ, երաժշտական գործիքներ։ Այ դուք օրինակ երբևէ տեսել եք սանթուրով համարներ։ Կարճ ասած, առաջարկում եմ տեսնել, թե այս անգամ մեր մասնակիցները ինչպես են զարմացրել մեր ժյուրի անդամներին ու հանդիսատեսին։ Իմ կարծիքով լավ ելույթ ունեցա, բայց ոչ իդեալական։ Ստացա 3 հայո և 1 ոչ։ Սկզբից շատ ուրախացա, բայց որ լարված էի, չկարողացա ճիշտ արտահայտել ուրախությունս։ Հիմա ուրախ եմ շատ։ Լարվածությունը հիմնականում կա, ինչքան էլ փորձես չլարվել, մեկաբեմը ստիպում է լարվել, որովհետև ի վերջո դու ներկայացնում ես քո ժողգործիքը, քո ազգի մշակույթը, հաջողված ելույթ էր։ Լարվածություն կար, բայց լավ էր։ Գլասելիներ կխմեք, գլասեն այսուհետ կարող եք նաև ուտել։ Pinkberry գլասե, սուրճի և պաղպակի կատարյալ համադրություն։ Ասեք, որ տեսքը շատ գայթակղիչ է։ Մեկ գթալ գլասե և դու լիցքավորվել ես նոր էներգիայով։ Գոհար, ես քեզ հետ շատ համաձայն եմ, կարելի է նոր համ ավելացնել Vivaldi, որովհետև Pinkberry-ն մեզ հաճույք է պատճառում տարվա 4 եղանակներին։ Мне грустно, если честно, немножко, потому что я думала, лучше получится, вот. Но в целом, как бы, хорошо. Շատ կախարդական էր ամեն ինչ,
ինձ շատ դուր եկավ, իհարկե սկզբում վախենում էի, ավճիշտ մտածում էի, որ վախենալու եմ, այդքան շատ չվախեցա, որտեվ այդ միջավայրը շատ ջերմ էր ու կարոտել էի սիզին, այո։ Մտածում ես, որ իրոք got talent ու մարդիկ փնտրում են իրոք տաղանդավոր, ես փորձել եմ անեմ ամեն ինչ, որպեսզի ինչ որ բաց տեղ չմնա ու որ անցնեմ հաստատ։ Մեր գործընկերն է Royal Armenia ընկերությունը, որի հետ ամեն օրը սկսվում է սիրով ու էներգիայով։ Առաջարկում է սուրճի եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականի, արդեն 30 տարի շուկայում։ Ապույտը դարավ կարմիր։ Տեսեք։ Классно, первый опыт, мне очень все понравилось. Мне один фокус не получился, пришлось импровизировать в конце. Потому что я не рассчитывал, что даже дойду до сюда. Любую карту, которую хотите, ладно? Нажмите на карту. Вот эту, да? Хорошо. Я вам сейчас покажу эту карту, вы покажете оператору, ладно? Возьмите. Смотрите, я беру вашу карту, показываю туда, кладу в середину, размешиваю. Смотрите, я сейчас одним движением поднимаю ее наверх. Видите, она тут. Смотрите, раз. Она исчезает. Смотрите, я ее из воздуха беру. Видите карту? Можете вытащить? Можете вытащить? Нет. Ես ճիշտ եմ, հիմա դու Արամեն ես, դու Արտաշեսը։ Ո՞նց եք։ Լավ։ Բեմից առաջ մենք ես չէի լարվում, ես էի լարվում, բայց հետո սկսենք իրար հետ լավել, բայց հենց որ մտանք, այդ բան մեր լավացությունը գնաց, ասենք օրինակ այն մեկը ինչ արեց, մեկն էլ պիտի անի, որ հետ չընկնի։ Հենց այսօրներ մեր մամայի ծնունդն էր, մենք էլ իրան որոշել ենք նվեր անեինք։ Տվյալ պահին շատ հուզված եմ։ Մի տեսակ չեմ հավատում, որ անցել է։ Կան շտկումներ, որոնք որ կողվեն, բայց եւ նաեւ շնորհակալ եմ նրա համար, գովասանքների համար, բոլորին, ժյուրին եւ հանդիսատեսին լավ գնահատականի համար։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Milk-ին առաջարկում է միշտ թարմ կատնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն, կաթ, մածուն, թթվածեր, հատիկավոր կատնաշոր։ Իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կատնամթերք, ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Milk-ին առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Իրականում շատ լարված էինք մինչև ներս մտնելը, որովհետև դե մենք վերջին համարն էինք ու այսքան ժամանակ ետնաբեմում էինք ու մեր համար շատ սպասված ելույթ էր։ Անընդհատ այն ձգձգվում էր, ինձ թվում էր, որ վերջում ամեն դեպքում ոչ է լինելու, բայց որ այոն լսեցինք, շատ ուրախացանք, ուղղակի փորձում էի տենց կամած գորայ։ Սպասում էի, որ մենք կանցնենք, բայց չէի սպասում, որ 4 ձայնը մերը կլինի։ Ովքեր անցան հաջորդ փուլ շնորհավորում եմ, ովքեր մնացին ֆիլտրացիայի փուլում, հաջողություն եմ մաղթում, իսկ ովքեր չանցան, ուզում եմ, որ չտխրեք ու շարունակեք աշխատել եւ բարելավել ձեր հմտությունները։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտող, արդեն ունեք ֆավորիտ մասնակիցներ։ Եթե այո, ուրեմն անպայման գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Կարդալու եմ։
ես այսօր քեզ հետ տանելու։ Միմիայն հիշողություններ, որ ես մասնակցել եմ Got Talent Հայաստանին, դա միայն իմ համար մեծ պատիվ է, որ ես մասնակցեցի այնպիսի նախագծի շանթում, որ եղել է արտասահմանում, չեմ տխրում։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպայստամասեր, L-Drive Holding-ն առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ ու ժամանակակից։ Ես չեմ անցել իհարկե, բայց տրամադրությունս մարտական է, գնալու եմ ավելի լավ պարպեմ, որ գամ մյուսներին հաղթեմ։ Դեռ կհանդիպենք։ Շատ հետաքրքիր էր ու իմ համար կարևորը հաղթանակը չէր, այլ մասնակցությունը։ Հաստատ հաղթանակի համար չէի եկել, բայց կուզենայի հաղթել։ Չանցա, բայց շատ ուրախ եմ ու ավելի եմ մոտիվացվել։ Նմանատիպ մյուս պրոյեկտներին կաշխատեմ ավելի շատ, որպեսզի ներկայանամ էլ ավելի լավ։ Այսօր ինձ հետ տանում եմ փորձ, մեծ փորձ ու շնորհակալ եմ բոլորին։ Այսպիսի զանազան ելույթներով էլ ամփոփեցինք դիտումների փուլի եւս մեկ օր։ Իսկ թե ինչ է սպասում մեզ առջևում, կիմանաք, եթե հետևեք մեր օրագրի թողարկումներին յուրաքանչյուր 5-շաբթի օրերին ժամը 21:30-ին Շանթի եթերում։ Իսկ եթե ուզում եք նախագծի թողարկումները տեսնել եթերից մի փոքր շուտ, ապա ամեն ինչ շատ պարզ է։ Ներբեռնեք Շան Digital TV հավելվածն ու բաժանորդագրվեք, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։